Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայում Պուտինի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումը շատ լավ է անցել։ ԱՄՆ բանակնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ Ինդիա ԹԹ-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ Ռուսաստանն ամեն դեպքում ռազմական կամ այլ ճանապարհով կազատագրի Դոնբասը ու Նովորոսիան, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինան պետք է խաղաղության համաձայնության գար դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ ինձ հետ հանդիպեց Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ԱՄՆ առաջնորդը մեկնաբանելով կարգավորման գործընթացը։ Աշխարհն այժմ ապրում է մեկ դարում չտեսնված զանգվածային փոփոխություններ և դրանք արագորեն ծավալվում են։ Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին, որոշելով իր հաջորդ ուղին։ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերեն, բարձր պահեն բազմաբևեռայնության դրոշը, ճեղքեն խավարն ու մառախուղը և վճռականորեն կանգնեն պատմության ճիշտ կողմում։ ABC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում գտնվող ռազմաբազայի մոտ։ Անձնակազմի անդամները հասցրել են ինքնանետվել։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն ցուցաբերեն խոշոր փոփոխությունների պայմաններում, քանի որ աշխարհը կանգնած է խաչմերուկին։ Գիտեք, երբ ես այս գրասենյակում էի, խոսեցի խաղաքարտերի բացակայության մասին։ Ես Զելենսկիին ասացի, որ դուք խաղաքարտեր չունեք, հենց այդ ժամանակ էլ պետք է համաձայնության գային։ Դա շատ ավելի լավ ժամանակ էր կարգավորման համար։ Քվեարկության արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է թույլատրել Իսրայելին մասնակցել Եվրատեսիլ 2026-ին։ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան արդեն հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել մրցույթը։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։